Իմ սիրելի առույցներ, բարի արև։ Այսօր ես ուզում եմ ներկայացնել դեկտեմբեր ամսվա համար կանխատեսումը, ինչպես արդեն գիտեք, եւ սա ասում եմ մասնավորապես նոր այն մարդկանց, ովքեր նոր են միացել, որ պետք է առաջինը լսեք ասցենդենտի նշանով, հետո արևի նշանով, եթե երկուսը միացնեք եւ տվյալ ամսվա համար ամբողջական կանխատեսումը կարող եք ունենալ, հակառակ դեպքում մի նշան լսելով չեք կարող իմանալ, իսկ ասցենդենտի նշանը իմանալու համար այստեղ պետք է ձեր ուրեմն ծննդյան ճշգրիտ ժամը իմանաք, ոչ թե մոտավոր, այլ ճշգրիտ։ Ահա, սիրելի առույցներ, նշեմ կարևոր փաստը կամ փաստն արձանագրեմ, որ դուք 6-րդ տեղից տեղափոխվել եք 8-րդ տեղ, փաստորեն առաջին վեցնյակն եք փակում, հիմա երկրորդ վեցնյակի մեջ տեղավորվեցիք եւ ենել խոյերից հետո։ Այսպեսի հետաքրքիր բան, եւ այսօր իմ օրացույցով Նեպտունի օրն է, նոյեմբերի 23-ը, եւ ուզում եմ հասկանալ, միասին փորձենք հասկանալ, թե ինչու ձեզ բաժին ընկավ Նեպտունը, ինչն է անհանգստացնում, եւ ինչպես որ ես տեսնում եմ, իդեպ Նեպտունը նշեմ, շատ կարեւոր է, որ դեկտեմբերին ինքը դառնալ է ուղընթաց եւ արդեն կշարժվի խոյի նշան, այդտեղ է տեղավորվելու, Սատուրնը եւս այդտեղ կտեղափոխվի, գիտեք, այստեղ հնարավոր է, որ ձեր ֆինանսական հարցերն են, հիմա չէ, այն ինչ որ ասում եմ, դա կարող է լինել, գիտեք, նախորդ տարի ինչ-որ փոփոխություններ, դժվարություններ ֆինանսական հարցերում, միգուցե ասենք որոշ մարդկանց մոտ հետո կարգավորվել է, բայց բոլոր դեպքերում ֆինանսական դժվարություններ միանշանակ ունեցել եք, ինձ հակառակը չեք կարող ապացուցել, ասցենդենտով առույցներ եւ հնարավոր նաեւ արևի նշանով առույցներ, բայց սա հիմնականում ասցենդենտով առույցներին է վերաբերում եւ ուրեմն տեսեք, որ այ ֆինանսական հարցերն են դժվարություններ են առաջացրել եւ նշեմ նաեւ որ 26 թվականին էլ դեռևս ճիշտ է 26 թվականին դուրս կգա Նեպտունը, Սատուրնը, որոնք ձեր ֆինանսների տանն են տեղավորված, բայց բոլոր դեպքերում ինչ որ խոշոր ծախսեր կլինեն, գիտեք, եւ անձնական քարտեզով պայմանավորված ոմանց մոտ միգուցե արդեն կարգավորվել է իրենց ֆինանսական հարցը եւ ամեն ինչ լավ է, ոմանց մոտ դեռ չի կարգավորվել ըստ իրենց անձնական քարտեզի եւ այստեղ տեսնում եմ ընտանեկան թեման եւս հնարավոր է որ ասցենդենտով առույցները որոշակի խնդիրներ ունենան այդպես ընտանեկան մթնոլորտում կապված դա նաև երեխաների հետ, որտեղ երեխաների հետ կապված կարող են լինել ճակատագրական իրադարձություններ, գիտեք, ոմանց մոտ բուժման, սովորելու, ամուսնացնելու, այսպիսի նպատակներ, հարցեր կլինեն առաջիկա ամիսներին, այնպես որ դուք ուրեմն զբաղված կլինեք հավանաբար դրանով եւ հիմա տանը որոշակի հարցեր, խնդիրներ կան, այստեղ ինքը փորձում էր հասկանալ որքանով է ամուր ընտանիքը եւ որովհետեւ եղել են խորը ապրումներ, ինքը բացահայտեց, որ այ տեսեք, կարող է ընտանիքում այսպիսի հարցեր լինեն, բնակարանի հետ կապված, արտերկրի հետ կապված կարող են հարցեր լինել, ոմանք դուրս գան բնակարանից, բաժանվեն կամ մեկնեն արտերկիր եւ այլն, այսպիսի հարցեր կան եւ ինքը խոր ապրումներ պատճառելով ստուգում էր կայունությունը, ուրեմն ընտանիքի այսպիսի իրավիճակ է եւ դեկտեմբերի գիտեք դեկտեմբեր ամսին կոնկրետ չնշեմ դեկտեմբեր ամսին կլինի եւս մի փորձություն վերջին փորձությունը կանցնեք վերջին ապրումներն են կարծես թե եւ շատ բան կարող է փոխվել ձեզ մոտ գիտեք եթե ոչ շոշափելիորեն ասենք ինչ որ քայլերով ապա հոգեվիճակը այստեղ շատ բան կարող է փոխվել Եվ իհարկե ցանկալի է որ գիտեք դուք կրակի նշան եք այդպես ծանր չեք տանում էլի ասենք ոնց որ ձկները հա ձկները ուղղակի ամենազգայուն նշանն է խեցգետիներն էլ եւս բայց ամենան դա ձկներն են եւ դուք կարող եք հաղթահարել առյուծեք այնպես որ պարզապես ձեզ համար անսովոր վիճակ է
ուզում եք ազատվել ինչ որ մի բանից, բայց ինչ որ դժվարություններ կան, ուզում եք ազատվել, բայց ինչ որ մի բան ոնց որ բռնել է ձեր հոգին ու չի թողնում, չեք կարողանում կամ չեք կարողանում ներել կամ չեք կարողանում ազատվել։ Այսպիսի իրավիճակներ կան ընտանիքում, ու իհարկե ձեր անձնական քարտեզով պայմանավորված շատ տարբեր բաներ, կամ կարող գնում եք արտերկիր, դժվարանում եք թողնել լիքել գնալ, շատ դժվար է։ Մի խոսքով ամեն մեկի մոտ տարբեր կարող է լինել։ Սա էլ էսպես եւ գիտեք դեկտեմբերին նաեւ Վեներան, Մերկուրին, Մարսը կփոխեն իրենց նշանը, արևը բնականաբար լիալուսին նորալուսինը կլինի եւ ամենակարևոր իրադարձությունը սև լուսինը կփոխի իր նշանը դեկտեմբերի 20-ից մինչեւ սեպտեմբերի 14-ը, ինքը կգտնվի կրակի նշանում, աղեղնավորի նշանում, 9 ամիս ասած այդտեղ է գտնվելու, դուք եւս կրակի նշան եք, այնպես որ ձեզ համար հեշտ կլինի, ավելի թեթևություն կլինի ձեզ մոտ, ավելի թեթև կտանեք, այսինքն այն խորը ապրումները կկոտրվեն այ դեկտեմբերի, որ ասեմ, կկոտրվեն այդ ամեն ինչը ու դուք կվերածնվեք նորից ու արդեն ձեզ համար ավելի հեշտ կլինի, իմ սիրելի առյուծներ։ Ահա, Նեպտունը կդառնա ուղընթաց եւ արևը կփոխի լիալուսին նորալուսին, արդեն ասացի, արևն էլ կփոխի նշանը, կմտնի այծեղի ջուրի նշան եւ այստեղ կլինի ձմեռային արևադարձը։ Ահա սրանք են կարևոր իրադարձությունները, իհարկե ես արդեն կիսով չափ բարձաբանեցի եւ հիմա ներկայացնեմ Գիտեք, հիմա տեսեք, Վեներան դեկտեմբերի 1-ից կարևոր է, ես պիտի ամսաթվերը նշեմ անպայման, դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը Վեներան կմտնի կրակի նշան, աղեղնավորի նշանն է, Մերկուրին եւս մտնելու է դեկտեմբերի 12-ից մինչև հունվարի, ուրեմն 26 թվականի հունվարի 2-ը, ահա, սև լուսինը արդեն ասացի, դեկտեմբերի 20-ին իրենք մտնելու են աղեղնավորի նշան, իհարկե Մարսը արդեն դեկտեմբերի 15-ից դուրս կգա, ինքը հիմա որոշակի գործողություններ է անում, սա կարող է ձեր աշխատանքին վերաբերել, կարող է ձեր սիրած անձնավորությանը վերաբերել եւ հնարավոր է այստեղ ավելի շատ, ես կարծում եմ երեխայի թեման կշահարկվի եւ որոշակի գործողություններ են տարվում, այսինքն միտքը եւ այլն այստեղ սևեռված է, ուրեմն երեխայի թեմային, սիրո թեմաները բավականին ակտիվ կլինեն, հանդիպումները, գործողություններ եւ այլն շատ ակտիվ են լինելու, սիրելի առյուծներ, որովհետեւ այսպեսի մի փաստ արձանագրեմ, որ մոլորակներ հավաքվում են ձեր տանը։ Ահա, սիրելի առյուծներ, հիմա եթե ասցենդենտի նշանով դուք առյուծեք, մտնում են աղեղնը 5-րդ տունն են մտնում եւ այստեղ ձեր տունն է, այնպես որ ես կարծում եմ դուք ձեզ շատ լավ կզգաք այդ թեմայով, ինչպես որ ասացի, արդեն հնարավոր է թե ամուսնություն, թե կրթության թեման լինի, թե այլ ուրիշ կարևոր թեմաներ լինեն ձեր երեխայի հետ կապված կամ սիրո թեման, երեխա ունենալու ընդհանուր թեման կարող է լինել անպայման ասցենդենտով առյուծներ, շատ առյուծներ, ուրեմն այստեղ նրանք ովքեր դեռ չունեն երեխա անպայման 9 ամիսների ընթացքում հետաքրքիր է, չէ՞, այո, 9 ամիսների ընթացքում է երեխան, ուրեմն 9 ամիս հետո է ծնվում եւ իդեպ ասեմ, որ այո, սև լուսինը տեսնում եք ովքեր որ ծնվում են, 9 ամիս ծնվում է, ընկնում է, սև լուսինը կնիքը դնում է, այ դու եկար այս չարաբաստիկ երկիրը մոլորակը։ Այսպես է լինում եւ դա համար երբեմն ասում են 7 ամսական ծնվածները իրենք ընկնում են արդեն Սելենայի ազդեցության տակ, ասում են ավելի հաջողակ են լինում 7 ամսականները։ Սա ուղղակի ձեզ լրացուցիչ ինֆորմացիա։ Ահա, ուրեմն սա էլ այսպես եւ Նեպտունը, ինչպես որ ասացի, եւ Սատուրնը արդեն ձեր ֆինանսների տանից դուրս կգան, դրա մասին արդեն խոսել եմ եւ ձեզ մոտ շատերի մոտ ճանապարհորդելու, այստեղ դատական հարցեր կլինեն, այստեղ ամուսնության հարցերը կլինեն եւ ճանապարհորդելու հարցերը եւս կլինեն։ Քանի դեռ Սատուրնը չի մտել, որը կարող է դժվարություններ ստեղծի, ոմանք էլ գիտեք կարող են մտածել, որ այլտեղ պիտի գնան ապրելու, վերջնական նպատակը այդպեսին է, այս ցանկությունները, մտածողությունները եւս կարող են լինել
ահա ես հիմա վերադառնամ Լիալուսնին եւ Նորալուսնին։ Լիալուսինը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին ուշադիր գիշերը Հայաստանի ժամանակով 3:13 րոպե 53 վայրկյան արևելուսինը կհակադրվեն 14 աստիճանում երկվորյակի նշանում այստեղ ձեր գաղափարակիցներն են, գոլեգաներն են եւ այլն, ընկերները բոլոր դեպքերում դուք որոշակի եթե ինչ որ գործողությունների մեջ եք գտնվում, արդեն ձեզ համար հետագան բարձ կլինի, բայց բոլոր դեպքերում փորձեք չգնալ կոնֆլիկտի, որովհետեւ այս լիալուսինը այդքան էլ լավ չի, միգուցե ձեզ չգոհացնի արդյունքը հնարավոր է, բայց եւ ձեր անձնական քարտեզում միգուցե լրիվ ուրիշ իրավիճակ լինի, դրա համար ավելին չեմ կարող ասել, բոլոր դեպքերում միջև 5-ը ուրեմն ձեր հարաբերությունները, համագործակցությունը եւ այլն արդեն շատ པարզ է լինելու եւ իհարկե այստեղ հնարավոր նաեւ ձեր ոչ միայն ձեր բիզնեսի արդեն նաեւ ձեր երեխայի հետ կապված շատ հարցեր ձեզ համար པարզ կլինի եւ ուզում եմ նշել նաեւ ուրեմն Նորալուսինը, որ տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Հայաստանի ժամանակով 5:43 րոպե 9 վայրկյան արևելուսինը կմիավորվեն 29 աստիճանում եւ այն տեղի կունենա աղեղնավորի նշանում, կրակի նշանում է լինելու բոլոր դեպքերում ձեզ ասեմ, որ թե լիալուսինը, թե նորալուսինը այդ առանցքը ձեզ համար բարենպաստ է, սիրելի առյուծներ, սա շատ կարեւոր է այնպես որ ճիշտ օգտագործեք, ես կարծում եմ լավ փոփոխություններ կբերի դա ձեզ, ուշադիր եղեք եւ հնարավոր է որ համենայն դեպս աղեղնավորի նշանում, եթե ձեր անձնական քարտեզով է պայմանավորված, եթե դուք կույսի ձկան եւ երկվորյակի նշանում, ասենք 29 աստիճանում չունեք մոլորակներ, ուրեմն ամեն ինչ հիասքանչ կլինի։ Դե ձեր նշանում էլ կունենաք անպայման, այնպես որ եւ նորալուսինը եւ լիալուսինը ձեզ համար պետք է լավ լինի։ Ես կարծում եմ, որ կհասկանաք, հիմա եւս մեր կույն հետ ընթաց է նոյեմբերին, կվերլուծեք, շատ բաներ կպարզաբանեք եւ այդ փոփոխությունը տրանսֆորմացիան կլինի, կհաղթարեք եւ այլն։ Դուք կրակի նշան եք եւ շատ հեշտ եք հաղթահարում, այդպես կանգ չեք առնում մանրուքների վրա ու շատ թեթև եք տանում, այնպես որ սա էլ թեթև կտանեք։ Եվ արևը 21-ին ուրեմն ինչպես որ ասացի կմտնի այծեղի ջուրի նշան, դա ձեր 6-րդ տունն է եւ այդտեղ էլ տեղի կունենա ձմեռային արևադարձը։ Ինչ է ձմեռային արևադարձը, հարգելիներս, դուք կարող եք ինտերնետում բացել, կարդալ եւ մանրամասն եւ տեղեկանալ։ Ահա, իսկ ես ասեմ, որ դա ուրեմն ձեր 6-րդ տունն է մտնում, այնտեղ արդեն դեկտեմբերի 15-ին Մարսն էր տեղափոխվել, ուշադիր եք լինում ձեր առողջության նկատմամբ անպայման ուշադիր եք լինում, ավելի ակտիվ եք լինում եւ մարզվում եք, շատ կարեւոր է մարզվել եւ փորձում եք ձեր ուրեմն աշխատավայրում ավելի շատ աշխատել, քան խոսել։ Այդպես։ Ուրեմն երբ թե ես այսքանով ավարտեմ սիրելի առյուծներ, անպայման կգրեք ձեր տպավորությունների մասին եւ ինձ մնում է միայն այստեղ ձեր դեպքում ուրեմն ֆինանսներ են եւ երեխայի ուրեմն հարցում ասացի, որ կամ սիրո հարցում կարող են լինել ճակատագրական իրադարձություններ ապագայում, իսկ հիմա ուրեմն եթե դուք սիրելի առույցներ նորից եմ նշում կույսի ձկան եւ երկորյակի նշանում, եթե ունեք մոլորակներ, այդ դեպքում դեկտեմբերի 1-ին դեկտեմբերի 8-ին եւ 18-ին պլյուս մինուս 2-3 օր այստեղ կարող են լինել ուրեմն պետք է զգոն լինեք ֆինանսների հարցում մասնավորապես պետք է լինեք զգոն հիմնականում այստեղ եւ ինչպես նաեւ ձեր երեխայի հետ կապված հարցեր են եւ ձեր գաղափարակիցների հետ եւս ինչպես ասում են քիչ խոսում ենք, շատ աշխատում ենք այսպես այսքանով ավարտեմ սիրելի առյուծներ ես կարծում եմ փորձեք շարժվել առաջ դա ձեզ չի սազում ինչ եք տենց անհանգիստ անորոշության մեջ տեղաշարժվել եք 6-ից 8-րդ տեղը դուք պիտի միշտ լինեք առաջին 6-նյակում եթե առաջին եռյակում չեք ուրեմն պիտի լինեք առաջի 6-նյակում այսպես գրեք ձեր տպավորությունների մասին իսկ մենք կհանդիպենք
Հաջորդ ամիս այսքան առայժմ լավ եղեք։